Նրա համար մարդկային կյանքեր փրկելը սովորություն էր կամ ի վերուս տրված առաքելություն։ Նա փրկեց երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի կյանքը, կասեցրեց մարզիկներով լի ավտոբուսի վթարը, մասնակցեց մարզահամերգային համալիրի հրդեհաշիջման աշխատանքներին։ Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր եւ իրական պատմությունները։ Ողջույն, այսօր կխոսեմ սուզալողորդ մեր օրերի կենդանի լեգենդ Շավարժ Կարապետյանի մասին։ Նա ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Վանաձորում։ Մեր օրերի հերոսը մինչև 17 տարեկանը զբաղվել է լողով ու երազել մեծ հաջողությունների մասին։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի եղել։ Մի օր նրան պարզապես հայտնել են, որ հեռացնում են թիմից։ Պատճառներից մեկն ըստ մարզիչների այն էր, որ նա լողում ոչ մի հաջողության չի հասնի։ Իսկ նա ապացուցում է, թե որքան ուժեղ ու հզոր մարզիկ է, որքան մեծ ներուժ ունի ու որ կարող է դառնալ լավագույններից մեկը։ Խորհրդային միության առաջնություններում նա 7 անգամ դառնում է ոսկե մեդալակիր ու յուրաքանչյուր անգամ իրավունք նվաճում մեկնել միջազգային մրցումների։ Այդ ընթացքում նա Եվրոպայի առաջնություններում նվաճում է 13, իսկ աշխարհում 11 ոսկե մեդալ։ Կարապետյանը սահմանում է աշխարհի 17 ռեկորդ։ Մարդիկ նրա սպորտային կյանքի մասին այդքան էլ շատ չեն խոսում, որովհետև Կարապետյանն աչքի է ընկել ավելի կարևոր ու մարդասիրական արարքներով։ Նա միշտ եղել է այնտեղ, որտեղ օգնություն է պետք եղել եւ առանց վարանելու նետվել է փրկության, սակայն ամեն ինչ հերթով։ Եվ այսպես 1974 թվականին Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնալիս է եղել Երևան։ Վերելքի վրա վարորդը նկատել է շարժիչի անսարքությունը, կանգնեցրել է մեքենան ու դուրս եկել։ Այդ պահին ավտոբուսը շարժվել է տեղից։ Կարապետյանը փորձել է կանխել անկումը դեպի ձորը, արմունկով ջարդել է վարորդի խցիկի ապակե պատն ու կանգնեցրել մեքենան։ Ավտոբուսում այդ պահին գտնվել են 30-ից ավելի ուղևորներ, այդ թվում մարզիկներ։ Սակայն ամենամեծ սխրանքը նա կատարել է այս դեպքից 2 տարի անց 1976 թվականի սեպտեմբերի 16-ին։ Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի պատմությունը այսօր էլ սարսափով են հիշում հատկապես նրանք, ովքեր ականատես են եղել։ Պաշտոնական արձանագրություններում վթարի պատճառ է նշվել վարորդի սրտի կաթվածը։ Րոպեների ընթացքում մեքենան հայտնվել է լճի խորքում, իր հետ տանելով բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Իսկ ականատեսներն այդ տարիներին պատմել են, որ 3 քաղաքացի վարորդի հետ վիճաբանել են, ինչի հետևանքով էլ նա կորցրել է տրոլեյբուսի կառավարումը։ Դեպքի պահին 23-ամյա Կարապետյանն ավարտում էր ամենօրյա 20 կիլոմետր վազքը եւ տեսնելով կատարվածը անմիջապես նետվում է ջուրը օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է 19-ամյա եղբայրը Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա զրոյական տեսանելիության պայմաններում Շավարժ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին եւ մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի, մյուսներին փրկել չի հաջողվել։ Տրոլեյբուսում եղած 92 հոգուց 46-ը փրկվել են, մյուս 46-ը ոչ։ Կարապետյանը ջրից հանել է 20 մարդու, րոպեների ընթացքում հարյուրավոր մարդիկ են հավաքվել Երևանյան լճի մոտ։ Մարդիկ չեն իմացել, թե ով է այն երիտասարդը, որ անընդհատ սուզվում է ու նոր կյանքեր փրկելով բարձրանում վերև։ Կարապետյանը պայքարել է մինչև վերջ, բայց ինչպես հետագայում խոստովանել է, արդեն վերջին դուրս բերվող մարդիկ մահացած էին։ Ուժասպառ Շավարժը եղբոր Կամոյի օգնությամբ է կարողացել դուրս գալ։ Այս ամենը սակայն Շավարժի առողջության վրա ծանր հետք է թողել։ Կարապետյանը արյան վարակում ու թոքերի բորբոքում է ստացել։ Մոտ 2 ամիս բուժվելուց հետո Կարապետյանը վերադարձել է մարզումների, սակայն առողջական խնդիրները զգացնել են տվել առաջին պարապմունքի ժամանակ։ Իսկ մեդալը երկար սպասեցնել չի տվել։ Դեպքից 1 տարի անց նա արդեն խորհրդային միության գավաթի եզրափակում էր ու պետք է ելույթ ունենար 4-րդ լողահերթում։ Իրենից առաջ գրանցվում է 3 ռեկորդ, հաջորդը ինքն էր։ Այսօր դժվար է պատկերացնել, որ 20 մարդու կյանք փրկելուց հետո նրա մասին արգելվել է որևէ հրապարակում անել։ Խորհրդային միությունը չի ցանկացել, որպեսզի նման ողբերգական պատահարի մասին լուրը տարածվի։ Իսկ այն երիտասարդը, որ նման քայլի էր գնացել, կարծես գոյություն չէր ունեցել։ Միայն 6 տարի անց 1982 թվականին Կոմսոմոլսկայա պրավդա շաբաթաթերթում նյութ է հրապարակվել ջրասուզալողորդների մասին։ Հարցազրույցի ժամանակ մարզիկները պատմել են, որ մի քանի տարի առաջ հայ մարզիկ Շավարժ Կարապետյանը մարդ է հանել ջրի հատակից։ Այստեղից սկսվել է քանդվել կծիկը։ Թերթը ծավալուն հոդված է հրապարակել Կարապետյանի մասին։ Արդեն հաջորդ օրը մարդիկ սկսել են նամակներ ուղարկել, հասցեն նշելով Երևան Շավարժ Կարապետյանին։ Կարապետյանը ռեկորդային թվով 75,000 նամակ է ստացել։
Թվում էր, թե Կարապետյանի առաքելությունն այսքանով ավարտվում էր, բայց նա կրկին պետք է օգներ մարդկանց։ Սպորտին հրաժեշտ տալուց հետո նա աշխատանքի է անցել էլեկտրական սարքերի գործարանում։ 1985-ին տեղի է ունենում մարզահամերգային համալիրի հրդեհը։ Այդ պահին Կարապետյանը շրջակայքում է լինում ու առանց երկար մտածելու միանում է տարվող աշխատանքներին։ Կարապետյանը գազից թունավորվում է ու կորցնում գիտակցությունը, ենթադրում են, որ մահացել է, բայց մի տաքսիստ չափում է զարկերակն ու արագ հասցնում հիվանդանոց։ Փրկարար Կարապետյանը կրկին ապաքինվում է։ Սպորտից հեռանալուց հետո Կարապետյանը որոշ ժամանակ անց ամուսնանում է տնտեսագետ Նելի Սահակյանի հետ։ Նրանք 3 երեխա ունեն՝ Լուսինեն, Զարուհին և Տիգրանը։ Կարապետյանի ընտանիքն այսօր ապրում է Մոսկվայում, այնտեղ նա կոշիկների արտադրությամբ է զբաղվում։ Կարապետյանը պարգևատրվել է Արիության մեդալով, պատվո շքանշանով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդար խաչ մրցանակով, չնայած որ նրա կատարած սխրանքն ամենևին էլ սպորտային չէ։ Կարապետյանի անունով է կոչվում աստերոիդներից մեկը։ Ռուսաստանում անցկացվում է Սուզալողի մրցաշար, որը ևս կոչվում է նրա անվամբ։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։